Աղվեսն ու այծը։ Աղվեսն ընկավ ջրհորը և ակամա նստեց այնտեղ։ Չաներ, դուրս գալ չէր կարող։ Ծարավ այծը մոտեցավ ջրհորին, նկատեց աղվեսին ու հարցրեց. «Լավ ջուր է»։ Աղվեսը երջանիկ դիպվածից ուրախացած 1000 բերանով գովեց ջուրը, լավն էլ խոս չէ, և այծին կանչեց ներքև։ Այծը ոչինչ չկասկածելով ցատկեց ներքև, կուշտ ու կուռ խմեց, հետո աղվեսի հետ խելք-խելքի տվեցին, թե ինչպես դուրս գան ջրհորից։ Աղվեսն ասաց, թե այնպիսի բան է մտածել, որ երկուսով էլ կարող են դուրս գալ։ Այծը նրա առաջարկն ընդունեց պատրաստակամորեն։ Աղվեսը ցատկեց այծի մեջքին, այնտեղից էլ բարձրացավ եղջյուրների վրա և դուրս գալով ջրհորից փախավ։ Այծն աղվեսին նախատեց, որ նա խախտեց իրենց պայմանը, իսկ աղվեսը շուռ եկավ և ասաց. եթե գլխումդ այդքան խելք լիներ, որքան մաս կա մորուքիդ մեջ, մտնելուց առաջ կմտածեիր դուրս գալու մասին։ Այդպես էլ խելացի մարդը չպետք է որևէ գործ սկսի առանց նախօրոք մտածելու, թե ինչով կվերջանա։